Առավոտյան ժամը 10-ն է, ես արդեն գնում եմ դասի, 7-ից արթուն եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, ահա որ գլխացավ հերիք չի, մի հատ էլ առավոտյան հուլիսի 8-ով այնպիսի մի եղանակ, որ ես մրսում եմ, պատկերացրեք, ամառային հագնված ես մրսում եմ։ Հիմա այստեղ ուզում եմ մի բան ուտել, հետո շարժվենք առաջ։ Տաքսիով եկա, որ փաստորեն շուտ եմ ասել, ստիպված եմ այստեղ սպասել, բայց քանի որ պետք է սպասեմ, ու փոքր կզրուցենք։ Ուզում եք պատմել իմ մասին, ուրեմն ասեմ, որ ես բլոգներ նկարել եմ 3 տարի առաջ, պարզապես պատճառներից ելնելով սկսեցի էլ չնկարել, բայց հիմա որոշել եմ վերջնական, որ սկսում եմ և սկսում եմ։ Դրա համար դուք ինձ աջակցեք, ձեր լայքերով, կոմենտներով ու բաժանորդագրություններով։ Այստեղ մի երկու գնումներ ունենք, եկեք արագ ցույց տամ։ Այս չգիտեմ ինչ ներփերշիկ, նագետ, շպրոտ, իմ սիրելի պանիր, այստեղ բրցքամիս և բրցքներ, այս էկլերներից շատ համեղ են, այստեղ ունենք հապկիչ, անձերոցիկներ, կանաչի և տենց մանր տանձիկներ, շատ համով են, ուղղակի մանր են, դե հիմա այս թույնիկներից մի քանի հատ արագ ժամանակ պետք է լինում, սմայլիկներ, բուլկիներ, նորիկ սրան, յոգուրտ, լավաշ, լավաշը իդեպ այս սեզոնին պահում եմ սառնարանում, շատ հարմար է, հետո կրակի վրա տաքացնում ես, շատ ավելի թարմ ու համեղ է, քան ընդհանրապես, այստեղ մի քիչ թրքված է, կարագ և մաստակ, այսքանը։ Ուրեմն, երկու պրոդուկտով եմ ուզում ձեզ հետ կիսվել, որովհետև երկուսն էլ արդեն վերջանում են ու իրենց դեն եմ նետելու, վերջին կաթիլների վրա են։ Ուզում եմ ասել, ուրեմն սա առաջինը խոնավեցնող դեմքի կրեմա, որը որ պարունակում է իր մեջ SPF 15 և վիտամին C, Vivienne Sabo, գնել եմ Megamall-ի 16 խանութից կարծում եմ, ու բավականին երկար ժամանակ, եթե չեմ սխալվում, արդեն սա 4-րդ ամիսն է, որ օգտագործում եմ, նոր վերջանում է։ Ես հիմնականում օգտագործել եմ երեկոյան ժամերի, այսինքն լվացվելուց հետո, հիմա էլ, այնքան լավ է խոնավեցնում, որ սրանից առաջ ես շատ մի քանի հիմնական այդ կոլագեն և այլն դրանք էի վերցնում, բայց սա շատ լավն է, որ իսկապես խորը խոնավեցնում է, ոչ թե մակերեսորեն, այլ իսկապես, եթե կհանդիպեք, վստահորեն կարող եք վերցնել, ահա սա է, Vivienne Sabo։ Ես էլի եմ վերցնելու իրենից, այսինքն երբ որ գնամ մոլ կամ եթե անգամ, չգիտեմ, խանութ, բացի մոլից որտեղ կա այդ խանութը, եթե հանդիպեցի անպայման կվերցնեմ և մազերի կրեմ, սա հատուկ հենց գանգուր մազերի համար է ոնց որ թե, հա curly հեսա գրված է այստեղ, սա էլ վատը չէ, բայց որ ասեմ այդպես վաու էֆեկտ ունի, ոնց որ սրանից եմ ոգևորված, չէ։ Բայց որ ասեմ սրանից էլի կվերցնեմ, կարծում եմ չէ, կփորձեմ ուրիշ, Տեմույով աչքի տակ ունեմ մի քանի այլ տարբերակներ գանգուր մազերի համար, սնուցող ու այդպես գեղեցիկ պահպանող, այս անգամ կփորձեմ ուրիշ տարբերակներ։
Այդպես, քանի որ վերջանում էր տուփերը պետք է դեմ նետեի, ասեցի մի անամ, ձեզ էլ օգտակար կլինեմ երևի թե ինչ որ մի բանով, եթե ունեք կանգուր մազեր, մի խոսքով գնացի։ Տերմից պատվեր ունեմ, միասին գնանք վերցնենք գաք։ Ես եկա վերցրի պատվերը, շտատիվ պատվիրել եմ, բայց դեռ չի հասել, դրա համար հիմա մի քիչ անհարմար դիրքերով եմ նկարում։ Առաջին բանը, որ այստեղ տեսնում ենք, չխորնա հեռախոսի պատյանն է, այն որ թեմուից ինչ պատվիրես, չպատվիրես, մի հատ պատյան ամեն դեպքում պատվիրում ենք էլի, հա, լավն է։ Սիրում եմ։ Այստեղ ունենք одноразовые носкիներ, կներեք, մեկ անգամյա օգտագործման носкիներ։ Այսինքն ինչի եմ ասում մեկ անգամյա, քանի որ սպիտակը շատ շուտ կեղտոտվող հատկություն ունի, մաքրելն է դժվար է եւ կան այսպես շատ թրթրիկ բարակ ու ամբորակ տարբերակներ, որոնք 2-3 անգամ, հա, 2-3 մաքսիմում անգամ օգտագործելուց հետո ուղղակի դեն ես նետում։ Այստեղ ինչ կա, էլ, հա, սա գիտեք ինչ է, բերանի փչիկ հոտ, այսինքն պատահում է թե և ինչ-որ տեղ ես գնում, ուտում ես ինչ-որ անհարմար ուտելիք, որ հոտ ունի, օրինակ սոխով ինչ-որ բան, կամ սխտոր պարունակող, կամ այդ պահին մաստակ չի լինում ուտել, մի խոսքով լավ բան է, պետքա կանա ու արագի դեպքում, երբ որ այդ պահին դու տարբերակ չունես ատամներ լվանալու, պայուսակում լինելու համար կարծում եմ շատ հարմար տարբերակ է։ Սա չեմ հասկանում ինչ է, այս չգիտեմ սա ինչ։ Շատ սիրուն է։ Արծաթյա զարդ է սա, վզնոց է ու արծաթ է, այո, ոսկե գույն է, բայց սա արծաթ է, պարզապես այս նախշով շատ նուրբ է, ես սիրում եմ նուրբ բաներ, հավանեցի, այդպես որոշեցի պատվիրել, այսպես տեսեք ինչ հետաքրքիր տուփ ուներ, շատ հավես։ Չգիտեմ։ Շատ բուջուրիկ է, բայց շատ ավելի փոքր նուրբ է, քան ես, բայց շատ սիրուն է, չէ, լավն է։ Պատվերից ամենաշատը սպասում էի լողաս գեստին, որից և կախված էր իմ բասեին գնալու ամիս-ամսաթիվը։ Հասարակ սև առանց ինչ-որ բաների, չեմ ուզում ցույց տալ պարզապես, և վրայից կապվող այս թրթռուշկան։ Լավն է, և այստեղ ունենք արհեստական մազեր։ Քանի որ իմ մազերը կարճ են և հաճախ նկատում եք, որ այսօր էլ կոս եմ անում, երբեմն ուղղակի ուզում եմ պոչիկ կապել։ Դե իհարկե այնպիսի որակ չեմ ակնկալում, քանի որ ես ընդհանրապես որակը ակնկալում եմ գնից, այսինքն եթե սրա համար վճարել եմ 1000 դրամ, բնականաբար չեմ կարող պահանջել, չգիտեմ ինչեր, հա։ Հիմա քանի որ գանգուրը ասեք, որ չի տարբերվում գրեթե։ Լավն է, կօգտագործեմ կարծում եմ, հոլովակների մեջ էլ հաճախ կտեսնեք, այսուհետ ինձ թվում է։ Մի պահ ուզում եմ հասկանալ, այսքանի համար ես ինչի եմ վճարել 8000 քանի 100 դրամ։ Ինչում եմ խաբվել գնային առումով չեմ հասկանում, բայց քիչ շատ քիչ է, չէ, թեմուի համար այսքանին վճարել 8000 դրամ։ Այստեղ մի փոքր ավել գինը այս արծաթյա զարդն է կազմում, բայց ինչև է։ Չգիտեմ, դուք ասեք, նորմալ է արդյոք։ KFC էի մտել, ժողովուրդ, ես չգիտեի, որ տենց նոր բան կա, ուզում եմ օգտվել սանհանգույցից, պարզվում է, որ հարկավոր է ներկայացնել QR կոդ, որը որ տպած է պատվերի կտրոնի վրա։ Այսինքն եթե պատվերի կտրոնը այդ պահին մոտը չի, դու արդեն դեն ես նետել, ստացվում է չես կարող օգտվել զուգահանից, ինչ որ
հետաքրքիր նոր բաներ, ինչը իմ համար չգիտեմ, շատ տարօրինակ էր։ Ամեն դեպքում պետք չի տենց ինչ-որ մեկ այնտեղ կար, որ մոռացել էր, ես իմ QR-ով անցկացրի պատկերացնում եք, արդեն ամեն բան ինձ բարդացում են, ոնց որ հատուկ են ուղղված են նպատակաուղղված մարդկանց կյանքը բարդացնում։ Չնայած մարդիկ չէ, ամեն նորություն ընդունում ենք բարդությամբ, կյանքում միշտ թեկուզ է լավ վատ։ Այստեղ հիմա ես մի բան եմ անում, որը որ ահա որ միշտ չեմ ուզում անել, բայց այդպես ստացվում է։ Այսինքն սառնարանում ունեմ պատրաստված արդեն իսկ մթերքներ, համոյն է այստեղ մորել, որը արդեն փոշնել է, չենք հասցրել պարզապես ուտել, այստեղ մի քանի բրինչիկի լուստիկներ են, այստեղ գարոխ է, որ արդեն փչացել է, որ այդպես էլ չեմ հասցրել օգտագործել, հավի գրիլ էր, որը երևի թե 4 օր առաջ, թե 5-րդ օրն է, չէ, 5-րդ օրն է սա արդեն սառնարանում։ Բանը նրանում է, որ քանի որ տանը քիչ ենք լինում ու ոնց հասկացաք ավելի շատ դրսում ենք սնվում, պարզապես չենք հասցնում, ցավով, շատ մեծ ցավով եմ դա ասում, որտեղ այո, ուտելիք թափել, այդ ամենավատ բանն է, ես չեմ սիրում, բայց ստիպված եմ, որովհետև արդեն փչացել է, ինչ անեմ, այդպես գիտեք ինչպես է, պարզապես ստացվում է այնպես, որ այդ օրը դա ուտելու ախորժակ չի լինում, ուզում ես մեկ այլ բան կամ չգիտեմ, երբեմն ստացվում է, հաճախ չէ, միշտ չի, որ այդպես ստիպված եմ լինում թափել, բայց երբեմն սենց պատահում է, ինչ արած, շատերը հիմա կքննադատեն, բայց պետք չի, ձեր հետ էլ կարող պատահի։ Գարոխը ստացվեց փրկել, ջուրը պարզապես դատարկեցի, նոր սովորական ջրով լվացրի ու պատկերացեք նորմալ է, կարելի է օգտագործել։ Քանի միացել եմ, խոսում մի բանից ևս, ինչպես հասկացաք, արդեն ես այցելում եմ ջիմ, ինչու եմ ասում արդեն, քանի որ ես ինտենսիվ կերպով սպորտով զբաղվել եմ, բայց դա եղել է վերջին անգամ 7 տարի առաջ, այսինքն ես 7 տարվա դադարից հետո հիմա նոր սկսել եմ ջիմ այցելել, իմ 4-րդ պարապմունքն է ոնց որ թե արդեն, դրա համար հարկավոր է լավ սնվել, քանի որ իմ ջիմ այցելության նպատակը ոչ թե մի հարելն է, այլ հակառակը, ես ուզում եմ քաշ հավաքել մկանային զանգվածի շնորհիվ, մկանային զանգվածով արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է շատ սպիտակուց օգտագործել, այսինքն ձուկ, միս, այն մթերքները, որոնք պարունակում են ավելի շատ սպիտակուց, բայց քանի որ ես սովորաբար ամռանը ունենում եմ ախորժակի անկում եւ ես հակված եմ ավելի շատ մի հարելու, քան ներողություն, մի հարելու, քան գիրանալու, այսինքն ինձ մոտ շատ հեշտ է ստացվում մի հարելը, բայց շատ դժվարությամբ ես գիրանում եմ։ Հիմա ինձ պետքա շատ ավելի սպիտակուցային սնունդ, բայց քանի որ ամառ է ու ես այնքան էլ ախորժակ չունեմ, ինչպես հասկացաք թափվող մթերքներից եւ ժամանակ չունեմ, ես պատվիրել եմ Վալբերիսից պրոտեին, այսինքն սպիտակուցային հավելում, ինչը ինձ կօգնի ավելի արագ ձեռք բերել մկանային զանգված։ Այսինքն կալորիան, որ ես ծախսում եմ, պետքա լինի ավելի քիչ, քան ընդունում եմ, ու այդ հարցում, այս դեպքում ավելի ճիշտ սպիտակուցը։ Այս դեպքում ինձ կօգնի պրոտեինը, ինքը վատ բան չի, ժողովուրդ ջան, իրան պետքա ճիշտ օգտագործես ու հիմնականում համադրես մարզումների հետ, իսկ ինչը ես անում եմ ու այնպես է, թե իմ առջև դնում եմ նպատակ, անպայման հասնում ենք այդ նպատակին։ Մեկ բանով էլ կուզեմ կիսվեմ, ես անցած վլոգում խոստացա պատմել, թե ինչ դասընթաց եմ վերցրել, որոշել եմ սովորել թարթիչների լիցք, լամինացիա եւ հոնքերի լամինացիա, բայց ավելի կոնկրետ ինձ հետաքրքրում է թարթիչների լիցքը։ Վաղուց եմ ուզել սովորել, բայց հիմա վերջնական որոշումս կայացրեցի ու արեցի։ Ուզում ասեմ, հա, իմաստը նպատակը ինչի սկսեցի սա պատմել։ Մի խոսքով դասընթացը երկար տևեց, դուրս եկա ճանապարհին արագ սննդի կետ KFC-ն էր, մտա այնտեղ, վերցրեցի, տեսակ արդեն հոլովակի մեջ երևի թե։ Վերցրեցի, կերա վերջացրեցի, այնտեղ տուփով կար դրված, որ հետս պետք է նաև տուն բերեի։ Ու ինչ եմ անում ես, մոռանում եմ, թողնում եմ, աղբի հետ թափում եմ,
Նույնիսկ չեմ էլ հիշում, որ ես ինձ հետ վերցրել եմ KFC, որ պետք է նաև բերե ինձ հետ տուն, ու հիշում եմ երբ որ արդեն հասնում եմ տուն։ Բրավո։ Այսպիսի բաներ շատ քիչ է ինձ հետ կատարվում, բայց ասել, որ նեղվել եմ, դա նշանակում է ոչինչ չասել։ Շատ ճնշված եմ հոգեպես, ոնց կարող ես դու պատվիրել սնունդ տուն բերելու համար ու գցես աղբը։